Վրաստանի Բաթում քաղաքում հունիսի 2-ից 6-ը առաջին անգամ անցկացվեց վրացական մարզական օլիմպիական փառատոն, որին մասնակցեցին նաև մեր Նինոց Մինդայի սեղանի թենիսի ու ազատ ոճի ըմբշամարտի մարզիկները, ովքեր ընդգրկված էին Սամցխե-Ջավախեթիի հավաքական։ Ինչպես գիտեք, ամսի 2-ից մինչև ամսի 6-ը Բաթումի քաղաքում անցկացվեց վրացական օլիմպիական փառատոնը երիտասարդների։ Դա բավականին մեծ ու լուրջ պատասխանատու միջոցառում, իհարկե օլիմպիական ամենաբարձրն է մարզաձևերում։ Մեր Նինոց Մինդայի թիմը սեղանի թենիսի եւ ազատ ոճի ըմբիշները նույնպես մասնակցեցին որպես տարածաշրջանի հավաքականի անդամներ։ Իհարկե դա մեծ պարտավորություն է, մեծ հաջողություն է ընդգրկվել հավաքականի մեջ, դա բարձր ցուցանիշի մասին է խոսում։ Յուրաքանչյուր մարզիկի բնականաբար չեն ընդունում հավաքականի անդամ։ Մեր տարածաշրջանը հանդես եկավ տարբեր մարզաձևերով, մասնակիցները շատ էին այնտեղ, 1000-ից ավելի, 1000-1500 մասնակիցներ կար։ Օլիմպիական խաղերից ես արդեն կոնկրետ տեղյակ եմ, ստույգ տեղեկություն ունեմ արդեն, մեր կոորդինատորի Գելայի հետ խոսել ենք այդ մասին, ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանը նվաճել էր 8 մեդալներ եւ զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։ Իհարկե դա բարձր ցուցանիշ չէ այդքան էլ, բայց միջին մագարտակ է։ Այստեղ կան որոշ մարզաձևեր, որովհետեւ մարզաձևերը շատ էին, 15-ից ավել մարզաձևեր են ընդգրկված։ Կային մարզաձևեր, որ ասենք լողը մնացած էլի նմանատիպ մարզաձևեր, որ այդքան էլ զարգացած չի տարածաշրջանում, դե բնականաբար լողորդները բասեին պետք է ունենան եւ այլն եւ այլն։ Դե ամեն մի մարզաձևում չմասնակցելը դա մեդալների կորուստ է, որ ասեմ բարձր հանդես եկավ մեր տարածաշրջանի թենիսի հավաքականը, այդքան էլ բարձր չէր, բայց եւ այնպես բավականին լուրջ հաջողություններ ունեցան, 3-4 թիմերի հաղթելուց հետո պարտություն կերեցին եւ ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում գրավեցին 5-րդ տեղը։ Իհարկե դա բարձր ցուցանիշ է, ընդհանրապես մինչև 10 տասնյակ այդպես է կոչվում, եթե տասնյակում ես ընդգրկվել լավագույն, ուրեմն դա բարձր ցուցանիշ է։ Սպորտում այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է մեր ազատ ոճի ըմբիշներին, նույնպես լավ հանդես եկան մեր տղաները, անգամ ունեցանք բրոնզե մեդալակիր, իհարկե դա մեծ ցուցանիշ է, շնորհավորում եմ մեր տղաներին, հերթական հաջողություններ եմ կամենում նրանց, առավել եւս շնորհակալ ենք մեր մարզիչներին նման աշխատանք տանելու համար, մարզելու տղաներին եւ հանել մեծ ասպարեզներ օլիմպիական խաղերում, իհարկե դա աշխատանք է, դա արդյունք է, շնորհակալություն մեր տղաներին։ Ինչ վերաբերվում է այնտեղ բոլոր ծախսերը հոգացել էր մեր օլիմպիական կոմիտեն, թե մնալու, թե սնվելու, թե տրանսպորտի հարցերը, իսկ ճանապարհածախսերը հոգացել էր մեր քաղաքապետարանը, մեր սպորտի բաժինը։ Շնորհակալություն մեր օլիմպիական կոմիտեին նման միջոցառում անցկացնելու համար եւ բարձր մագարտակով իհարկե։ Ինչ վերաբերվում է մեր մարզական միջոցառումներին, շարունակվում են, արդեն ամսի 19-ին նորից Բաթումի քաղաք են մեկնելու մեր սեղանի թենիսի մարզիկները, արդեն դա եզրափակիչ փուլն է Արևմտյան Վրաստանի եւ Արևելյան Վրաստան դուրս են եկել եզրափակիչ փուլ։ Հույսերը շատ են, որ այս անգամ նորից այդ տենդենսը կշարունակվի մեր սեղանի թենիսիստներին, այս անգամ նույնպես կդառնան Վրաստանի չեմպիոններ։ Եթե ոչ, արդեն երկրորդ տեղը ապահովված է մեր տղաներին, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ օրորի Վրաստանում սպորտը առաջընթաց է գրանցում, օրորի զարգանում է Վրաստանում սպորտը, շնորհակալ ենք մեր վերադասին, այսքան ուշադրություն սպորտի նկատմամբ։ Ես հուսով եմ, որ հաջորդ անգամ մեր տարածաշրջանի հավաքականը ավելի առաջնային դիրքերում կլինի։ Մեր մարզիչների քրտնաջան ու նվիրական աշխատանքի ու քաղաքապետարանի ու մարզադպրոցի աջակցության արդյունքում մեր մարզիկները կարողանում են մասնակցել տարբեր մրցաշարերի եւ վերադառնալ պատվավոր հորիզոնականներ գրաված։ Հունիսի 2-ից 6-ը Բաթումի քաղաքում առաջի անգամ անցկացվեց երիտասարդական օլիմպիական փառատոն, որի մասնակցեցին մեր մարզադպրոցի 4 սաներ, 2 տղա եւ աղջիկ։ Նախորդ անցկացվեց մեր ցույց, հաղթող 2 աղջիկը եւ 2 տղան
մասնակցեցին այդ փառատոնին։ Հաղթելով Իմերեթի, Կախեթի եւ Ռաջայի թիմերին եւ բարձրավելով Աբխազեթի եւ Թբիլիսի եւ Աբխազեթի, Թբիլիսի եւ Աջարիայի թիմերը, այդ երկու թիմերը գրավեցին առաջի 3 տեղերը։ Մեր թիմը գրավեց 5-րդ հորիզոնականը։ Մրցումներում ավելի հաջող հանդես եկան մեր երկու աղջիկները, որոնք թիմին բերեցին 4-ական միավորներ, 3 միավոր բերեց Մրանյան Ռոբերտը եւ 2 միավոր մեր առաջադար տղաներից մեկը Վերուժան Թոմասյանը, որը խաղում էր նաեւ զուգախաղերում, այնտեղ Մարինե Հանեսյանի հետ նույնպես 2 միավոր մեր թիմին բերեցին, 2 հաղթանակ եւ 3 պարտություն այդտեղ գրանցեցին։ Ընդհանուր հաշվարկով գոհ եմ մեր սաների ելույթից, հույսով եմ կայանալիք հունիսի 20-ին կայանալիք դպրոցականի օլիմպիադայում մեր աղջիկները ելել են եզրափակիչ փուլ, նորից անցկացվելու է Բաթումում եւ հույսեր ունենք այնտեղ հաղթելու, իսկ Աստված ոչանի բարձրության դեպքում ունենք արդեն արծաթե մեդալները։ Այս մրցումներում ֆինանսավորում էր մեր քաղաքապետարանը, ինչպես նաև գրչության եւ սպորտի նախարարությունը եւ մրցումները անցկացվեց նրանց հովանավորությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում թե քաղաքապետարանին, թե մարզադպրոցին, միշտ մեր թենիսիստներին աջակցելու համար։ Ինչպես նշեցին Նինոց Մինդայի սպորտի ասպարեզի ներկայացուցիչները, պարապմունքները շարունակվում են։ Առջևում կան դարձյալ մրցումներ։ Ցանկանանք մեր մարզիկներին նորանոր հաղթանակներ։